Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Քանի դեռ Հայաստանը Ադրբեջանից տեղ ու ժամ է հարցնում սպասում խաղաղության պայմանագրի ստորագրման ժամադրության, Ադրբեջանը իր ոճի մեջ է նախապայմաններ վերջնագրեր։ Եթե այնուամենայնիվ այդպես լեզու գտնել չստացվի, ապա Բաքուն կհամաձայնի Երևանի նախապայմանների սահմանադրության փոփոխության եւ Մինսկի խմբի լուծարման հարցերի շուրջ քննարկում սկսել։ Խորհրդարանի իշխանականներն են հարցին պատասխանում։ Վարչապետն էլ ասել է, որ դա քննարկման առարկա է, այսինքն այդտեղ Մինսկի խմբի հարցում տաբուներ չկան, հարցն այն է, թե երբ, ոնց, ինչպես։ Մենք հարցերը չպետք է դիտարկենք Ադրբեջանի պահանջների կոնտեքստում։ Մենք հարցը պետք է դիտարկենք ինքն իր մեջ։ Միայն Մինսկի խմբի լուծարումն ու սահմանադրության փոփոխության պահանջները չեն Ադրբեջանի կարևոր նպատակները։ Ընդդիմադիր падգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է, Ադրբեջանը պարբերաբար նաև այլ պահանջներ է հասունացնում։ Ըստ падգամավորի վտանգավոր են Ադրբեջանից հնչող վերջնագրերը, որոնցով Ադրբեջանն ուղիղ է ասում, երկար չեն պատրաստվում սպասել նախապայմանների կատարմանը։ Սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առաջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Այն, որ Բաքուն բացի պաշտոնապես հրապարակված երկու նախապայմաններից զուգահեռ նաև այլ պահանջներ ունի հայկական կողմից, համոզված է նաև ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ադրբեջանական ախորժակը մեծ է, ցանկությունները շատ, պայմանագիր կնքել չի շտապի, քանի դեռ իր բոլոր նպատակների իրագործմանը չի հասել։ Բազմաթիվ նախապայմաններ է դնում։ Սահմանադրության փոփոխություն, միջանցքի հարց, պատերազմական հանցագործների արտահանձնման հարց, հայցերի հետ քաշում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա եթե լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը այսօր որևէ թուղթ չի ստորագրի։ Պաշտոնական Երևանը սպասում է, Բաքուն էլ է սպասում։ Մեկը խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մյուսը դեռ միայն նախապայմանների իրագործմանը։ Տարբեր լեզուներով են խոսում կողմերը։ Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է հետաքննական հոդված, որտեղ անդրադառնում է Ադրբեջանին, որը չի պահպանել իր պատմամշակութային ժառանգությունը, սակայն մեղադրում է հայկական կողմին Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող մուսուլմանական հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Ադրբեջանը, որ երբևէ աչքի չի ընկել իր պատմամշակութային արժեքների պահպանությամբ, շարունակում է հայկական կողմին մեղադրել Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական մշակութային հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակույթին պատկանող այդ հուշարձանները բացառապես կապ չունեն ադրբեջանական մշակույթի հետ։ Մոնղոլական ժամանակաշրջանի Շիրվանշահերի մշակույթին պատկանող արժեքներն այսօր կանգնած են վերացման վտանգի առջև։ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ։ Առողջապահության նախարար Ավանեսյանը զեկուցել է կապիտալ բնույթի շինարարական աշխատանքների ընթացքի վիճակի, առողջապահության ոլորտում կառուցման, վերակառուցման եւ վերազինման համար 25 թվականի համար նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ տեղեկություններ։ Մանրամասներ են ներկայացվել, թե ինչ փուլում են գտնվում տարբեր առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքները։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Ըստ հաղորդագրության քննարկվել են զինված ուժերի կերպափոխման հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների կենսագործման ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքի մարզում այցելել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության Գորիսի օպերատիվ գրասենյակ։ Մեզ համար պատիվ էր հյուրընկալել դեսպան Քրիստինա Քվինին Գորիսի մեր օպերատիվ գրասենյակում, որտեղ նրան ներկայացվել են Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը եւ սահմանի երկայնքով վերջին զարգացումները։ X-ի միկրոբլոգում հայտնել են դիտորդական առաքելությունից։ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում կարգավորումը։ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահին ասել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում կարգավորման համար, ներառյալ բանակցությունների կազմակերպումը։ Էրդողանը Պուտինին ասել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում համագործակցությանը։ Նա կողմ է արտահայտվել Սիրիայում խաղաղության կայունության ապահովման համար Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի
Ֆաուչեի համատեղ ջանքերին։ Ամերիկայի դաշնային դատավորը հրամայել է Թրամփի վարչակազմի անդամներին պահպանել Չաթի հաղորդագրությունները Սիգնալում, որտեղ նրանք խմբում պատահաբար լրագրողի են ընդգրկել եւ քննարկել են Եմենի հութիներին հարվածելու գաղտնի ծրագիրը։ Կոլումբիայի շրջանային դատավոր Ջեյմս Բոսբերգը կարգադրել է պահպանել խմբի հաղորդագրությունները մարտի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։ Սպիտակ տամփող խոսնակ Աննա Քելին ի պատասխան ասել է, որ Թրամփի վարչակազմը հետևել եւ հետևելու է տեղեկատվության պահպանման վերաբերյալ բոլոր համապատասխան օրենքներին։ Ամազոնի հիմնադիր Բեզոսի հարսնացու Լորես Սանչեսի ավագ եղբայրը Փոլը անհավանականորեն ոգևորված է, որ իր 55-ամյա քույրը ամուսնանալու է եւ նա արդեն կանխատեսում է, որ այն նման է լինելու արքայադուստր Դիաննայի դարի հարսանիքին։ Ասել է Փոլը, բացահայտելով, որ ակնկալում է, որ միջոցառումը կլինի հսկայական եւ ուրախ, թեև նա խոստովանել է, որ չգիտի արարողության ճշգրիտ վայրը, բայց վստահություն է հայտնել, որ հարսանիքը զարմանալի իրադարձություն կլինի։ Լուիս եւ Իմ քայլը հիմնադրամների ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետության 460 քաղաքացի արտասահմանում կրթություն է ստացել, նրանցից 333-ը չի վերադարձել։ Այս մասին հայտնել են Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից։ Ինչ վերաբերում է, թե քանի պարտադիր ժամկետային զինծառայության տարիքի երիտասարդ չի վերադարձել հարցին, նշել են, թե նման տեղեկություն չեն հավաքագրում։ Այս տարի կառավարությունն է ստանձնել վերաապահովագրողի դերը կարկտից, ցրտից, երաշտից կապահովագրվեն 13 մշակաբույսեր, այդ թվում ծիրանը եւ խաղողը։ Անցած տարի վերջին երկուսը չէին ապահովագրվում։ Եթե մինչեւ 2025 կառավարությունը սուբսիդավորում էր ապահովագրավճարի 50-ից 60%-ը, 2025-ին կսուբսիդավորի ապահովագրավճարի 70-ից 80%-ը։ Թե վնասաբերությունը գերազանցի 200% եւ ավել լինի, ապա գերազանցող մասը եւս սուբսիդավորվելու է կառավարության կողմից։ Հատուցումը կախված է վնասի չափից, ապահովագրական երբ որ վնասը տեղի է ունենում վնասի գնահատում, կախված նրանից թե վնասը ինչ չափով է տեղի ունեցել, կախված վնասից տեղի կատարվում է փոխհատուցում։ Ապահովագրական գումարը ընտրում է տնտեսավարողը, թե ինչ գումարի շրջանակում է ուզում, որպեսզի ապահովագրություն իրականացվի։ 2023-ին վերաապահովագրվող ընկերությունը վնասաբերությամբ աշխատեց եւ լքեց հայաստանյան գյուղապահովագրական շուկան։ Գյուղապահովագրության համար 2023-ին հավաքվեց 1 միլիարդ 800 միլիոն դրամ ապահովագրավճար։ Գյուղացուն տրամադրվեց 2.7 միլիարդ դրամ ապահովագրական հատուցում։ Շվեյցարական Swiss Re կազմակերպությունը, որը ստանձնել էր հայկական շուկայում գյուղատնտեսության ապահովագրության շուկայում վերաապահովագրողի դերը, այդ ժամանակահատվածում ներկայացրեց, որ վնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված ժամանակավորապես դուրս է գալիս ծրագրից։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը պարզաբանում է, թե ինչու է վնասով աշխատել վերաապահովագրող ընկերությունը։ Նախ կլիմայական փոփոխություններով պայմանավորված կարկտից, երաշտից ամբողջ աշխարհում է, որ բերքի կորուստ է լինում։ Երկրորդ, ըստ պաշտոնյայի, տնտեսվարողները իրենց հողատարածքների ապահովագրության համար հիմնականում դիմում են այն հողատարածքի համար, որտեղ կարկտահարության ավելի մեծ ռիսկ կա։ Մասնավորապես այն տարածքներում, որ գուցե տնտեսավարողը այդ տարածքում նախկինում գուցե մշակություն չի իրականացրել, բայց իմանալով, որ ապահովագրություն կա, թեկուզ ոչ արդյունավետ մշակություն իրականացնելու պայմանում այդ տարածքում ցանկ է կատարել, մտածելով, որ ուղղակի կցանի ապահովագրություն, երբ որ կարկուտը կգա, ապահովագրությունը ուղղակի ապահովագրություն կանեն, ինքը գումար հետ վերադարձ կստանա։ Ավելի քան 270 բնակավայրերում, որտեղ կարկուտի ռիսկն ավելի մեծ է, ինտենսիվ այգիների մշակմամբ զբաղվելու դեպքում կարկտապաշտպան ցանցերի ծախսի 75%-ը կսուբսիդավորի կառավարությունը։ Իրենց հողատարածքների համար ապահովագրություն կնքելու ժամկետը մինչև մայիսի 31-ն է։ Կառավարությունն այս տարի ապահովագրավճարներին կուղի 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Սեպտեմբերից դպրոցականների սեղանից վերջնականապես կհանվի Հայոց եկեղեցու պատմություն առարկան։ Հանրակրթական պետական նոր չափորոշչով դասագիրքը դպրոցական ծրագրից դուրս կբերվի ու կներառվի այլ առարկաների մեջ։ Դասագրքերի մի մասն արդեն գործատությունից դուրս են։ Զաքարիա Վարդապետը անընդունելի է համարում առարկայի որպես առանձին բաղադրիչի դուրսբերումը հանրակրթական դպրոցից։ Նկատում այսպիսով մատաղ սերունդը կզրկվի շուրջ 2000-ամյա իր ազգային եկեղեցու պատմությանը քրիստոնեական արժեհամակարգին ծանոթանալու հնարավորությունից։ Ամենևին էլ պատահական չէ կատարվածը, քանզի այսօր մեր երկրում ինքնության ճգնաժամ է։
երբ ամեն ինչ արվում է կեղծ եւ օտարամոտ ուրակարգերի ներքո, կտրելու հային իր անցյալից, պատմական հիշողությունից, ինքնությունը դարերի ընթացքում պահած եւ մեզ փոխանցած ազգային հոգեվոր միակ կառույցից, հայոց եկեղեցուց։ Առարկան սոսկ հայ եկեղեցու պատմություն չէ, այն ձևավորում է հայրենասեր, հայրենատեր անհատի, որը պատրաստ է նվիրվել հայրենիքին, նպաստել հայոց պետականության զորացմանը, ընդգծում է այս մասին հոգևորականը։ Այսօր ունենք տխուր մի պատկեր, երբ սիրված առարկան այլևս չկա։ Կեղծ են նաև այն պնդումները, որ իբր հեփ առարկան տարալուծվել է մյուս առարկաների մեջ։ Իրականում առարկան հանվել է, դասընթացի ամբողջ նյութի չնչին մասն է այսօր ընդգրկված նոր դասագրքերում, այն էլ սխալ շեշտադրությամբ։ 2005 թվականից դասավանդվող առարկայի նպատակը մեկն էր նպաստել գալիք սերնդի ազգային հոգևոր բարոյական նկարագրի ամբողջականացմանը, ձևավորելով ոգի եւ կամք։ Դերասան Դավիթ Հակոբյանի կարծիքով, ազատվելով առարկայից վերացնում ենք ազգային քրիստոնեական մեր ինքնությունն ու տեսակը։ Մեր դրթական համակարգում այնպեսի աննորմալ բաներ են տեղի ունենում արդեն, որ ոչ մի բան ինձ համար զարմանալի չէ։ Մեր երեխաները զրկվում են եկեղեցու պատմությունից։ Կապը կտրվում է մի անգամ եւս, հազիվ վերականգնել են կապը 70 տարվա կապի խզման հետևանք։ Հիմա նորից կտրելու են կապը։ Իմաստը ապազգայնությունն է, տանել հանրությանը դեպի ապազգայնացում։ Սա գլոբալիզացիայի գլխավոր խնդիրն է։ Տեսակի վերացում։ Չնայած առարկան նվիրված չէր միայն աշակերտներին, այդուհանդերձ կառավարությունն այդպես էլ ականջալուր չեղավ մայրաթորի հստակ դիրքորոշմանը, թե ինչ հետևանք կունենա եւ ինչ հետք կթողնի առարկայի դուրս մղումը դպրոցականների կյանքից կերևա ապագայում։ Ավագ դպրոցների շրջանավարտների 52.3%-ը ավելի քան 10,000 շրջանավարտ ընդունվել են բուհեր։ Խոսքը միասնական եւ ներբուհական ընդունելությունների մասին է։ Կրթության գերատեսչության ղեկավարն է այս մասին նշել, անդրադառնալով կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին եւ արձանագրված արդյունքներին։ Շրջանավարտների մեծ մասը 61%-ը պետության կողմից վճարի փոխհատուցմամբ սովորում է բնագիտամաթեմատիկական ուղղություններով։ Պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության ծրագրերով, որտեղ գործում է ամսական առնվազն 70,000 դրամ կրթաթոշակ, 2024-ից 2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող, նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ Այս քաղաքականությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։ Կրթության փորձագետը սակայն հակառակն է պնդում, ուսանողների թիվը ոչ թե ավելացել է, այլ նկատելիորեն պակասել։ Երբ որ համեմատում ենք Հայաստանը այսօր եւ սրանից 10 տարի առաջ, ուսանողների թիվը նվազել է 21%-ով։ Օրինակ Վրաստանի հետ եթե համեմատենք կամ մեր Բալթյան երկրների հետ, Հայաստանում տվյալ տարիքում սովորողների թիվը, բարձրագույն կրթություն ստացողների թիվը կազմում է այդ տարիքի երիտասարդների 60%-ը։ Նույն թիվը Վրաստանում 72% է, Ռուսաստանում 80%-ից ավելի բարձր է, մեր Բալթյան որոշ երկրներում հասնում է մինչև 90%։ Բարձր ու գայթակղիչ կրթաթոշակը բնագիտամաթեմատիկական ուղղություններով սովորողներին տրամադրվում է մյուսների հաշվին։ Այս մասին շատերը լռում են, ասում է կրթության մյուս փորձագետը։ Այդ կրթաթոշակը նաև արվում է մնացած ուսանողներին կրթաթոշակից զրկելու հաշվին։ Այս ուսանողները, որ ստանում են 70-80 հազար կրթաթոշակ, իրենք դա ստանում են, որովհետև մնացած բուհերի, մնացած ֆակուլտետների ուսանողները զրկվել են իրենց 5000 դրամ թոշակից։ Բոլոր տեղերից կտրել են, որպեսզի այս մի քանի ֆակուլտետին ֆինանսավորեն։ Փորձագետները համակարծիք են, բարձր կրթաթոշակով ուսանողին չես գրավի, չկան երաշխիքներ, որ տվյալ ֆակուլտետն ավարտելուց հետո նրանք կկայանան աշխատաշուկայում։ Փորձագետները նկատում են կրթության ոլորտում տարվող ներկայիս քաղաքականության պատճառով երիտասարդները նախընտրում են արագ ու հեշտ ճանապարհներով գնալ։ Կարճաժամկետ վերապատրաստման կուրսերն այսօր առավել մեծ երաշխիքներ են տալիս աշխատաշուկայում լավագույնս դրսևորվելու եւ բարեկեցիկ կյանք ունենալու համար։ Ըստ այդմ, շատերն արդեն բուհական կրթությունը անհեռանկարային են համարում։ Մարտի 28-ին գրակոչներ են հնչել Դիլիջանի հաղարծին բնակավայրի չգործող հացատան տարածքում։ Տավուշի մարզի 40-ամյա բնակիչը Վրեժ Թամամյանը կրծքավանդակի հրազենային վնասված ախտորոշմամբ տեղափոխվել է Դիլիջան բժշկական կենտրոն։ Հետո արդեն նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել եւս մեկ քաղաքացի, դարձյալ Տավուշի մարզի բնակիչ 38 տարեկան Արմեն Բաբինյանը։ Իմ տեղեկություններով Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների օպերատիվ եւ ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը, որից հետո տեղում բուժօգնություն ստանալուց հետո
Վիրավորները ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն։ Հայտնաբերվել է Porsche Cayenne կրակոցի բազմաթիվ հետքերով, ինքնաձիգից կրակված մոտ 25 պարկուճ։ Դռան, պատերի ու ապակիների վրա նույնպես կրակոցի հետքեր կային։ Դեպքի վայր են ժամանել մարզի քրեական վարչության պետը, Դիլիջանի ոստիկանության բաժնի պետը եւ Պարեկային ծառայության Տավուշի մարզի Պարեկային գումարտակի ծառայողները, գումարտակի հրամանատարի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, նաև մասնակիցների ինքնությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու համար։ Մի քանի օր է Դիլիջանի ոլորաններում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, հայտնվել երթևեկելի գոտում։ Դրանք վտանգ են ներկայացնում վարորդների համար։ Վարորդներն էլ պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում հրատապ այդ տապալված ծառերը ճանապարհից հեռացնելու համար։ Հսկայական ծառերը տապալվել են ու չի հեռացվում։ Իսկ սա վտանգ է ներկայացնում նաև երթևեկությանը։ Մանավանդ գիշերային ժամերին, երբ արտաքին լուսավորությունը չի գործում, այստեղ չիմացող վարորդը հնարավոր է բախվի այս ծառերին եւ վթարը ապահովված է։ Մարտի 27-ին 34-ամյա Ալեքսանը Volkswagen ID4-ով Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել ու վնասել մի քանի ծառ, հայտնվել կանաչ գոտում։ Տուժած չկա, ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներն են ժամանել։